Ադրբեջանում հարաբերական դադարից հետո ներքաղաքական նոր զարգացումներ են ընթանում, որոնցից անմասն չէ ընդդիմությունը։ Փետրվարի 12-ին ադրբեջանական իրավապահները հայտնել են հանցավոր խումբ բացահայտելու մասին, որը կասկածվում է իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգը տապալելու եւ այդ ամենը օտար ուժերի հետ համակարգելու մեջ։ Գլխավոր դերերում կրկին Ադրբեջանի երկարամյա գորշ կարդինալ Ռամիզ Մեհդիևն է, որը դեռ անցյալ տարվա վերջերին մեղադրվեց պետական դավաճանության մեջ եւ այժմ տնային կալանքի տակ է։ Այժմ նրա մասնակցությամբ ձայնագրություններ են հրապարակվում, իբր նա օտարերկրյա հատուկ ծառայության միջոցով համակարգել է ներքին ցանցը։ Չնայած պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում երկրի անունը, սակայն բոլոր ձայնագրությունները ռուսերեն են եւ հասկանալի է, թե խոսքը որ երկրի մասին է։ Ըստ իշխանության Մեհդիևին է ընկցված նաև Ադրբեջանի գլխավոր ընդդիմության ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, որը աչքի էր ընկնում հակառուսական հայացքներով, եւ նրա կուսակիցները։ Նրանց մեղադրում են 2013-ից ի վեր երկրում հեղափոխություն անելու փորձերի մեջ, որի դիմաց Քերիմլին Ադրբեջանը դարձնելու էր ՀԱՊԿ-ի անդամ։ Քերիմլին մեղադրվում է նաև 2020-ի հուլիսյան մարտերից անմիջապես հետո Ադրբեջանում տեղի ունեցած խժդժությունների համար։